Այդ խաղաղության օրակարգը խարդախությամբ, կեղծ մանիպուլյացիաներով այսօր փորձել է գրավել Նիկոլ Փաշինյանը։ Ինքը խաբում է ժողովրդին։ Ինքը ասում է, թե ինչ չընտրեք, այն էլ սահմանադրական մեծամասնությամբ։ Սեպտեմբերին լինելու է պատերազմ։ Սա ինչ է, եթե մանիպուլյացիա չի։ Ինքը խաբում է ժողովրդին, երբ ասում է, որ արդեն հաստատված է խաղաղություն, վայելեք։ Իդեպ, եթե նկատեցիք, այս երկրորդ սուտը լրիվ հակասում է առաջի սուտին։ Հիշում եք, որ ասում էին, դե տեսեք, բանը կա, թրիփը կա, բայց ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը դեմ չեն խոսում։ Չեն բանանում, հակառակվում դրան, դե այնպես որ ոչ մի վտանգ չկա։ Դա իշխանություններն էին ասում։ Հենց նույն ձեր ասած Միրզոյանը։ Իսկ մենք զգուշացնում էինք։ Մենք ասում ենք այդպես չի, սա շատ միակողմանի է։ Այսօր կարող է չեն խոսում, վաղը պատե առիթին իրանք իրենց հակառակվելը ցույց կտան։ Եվ ինչ։ Հիմա ցույց են տալիս։ Եվ Ռուսաստանը եւ Իրանը հիմա շատ կոշտ են խոսում այս թրիփի նկատմամբ։ Որն է եզրակացությունը։ Եզրակացությունը հետեւյալն է։ Պետք է լուծում, որը չլինի միակողմանի։ Եվ դա հենց մեր ասած պրոյեկտն է։ Մենք համարում ենք, որ այդ պրոյեկտին պետք է այո գտնել բոլոր աշխարհաքաղաքական խաղացողների, գերտերությունների մասնակցությունը։ Այդ պրոյեկտներին պետք է մասնակցի Ռուսաստանը, պետք է մասնակցի Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը։ Ինչու՞ չէ, թող ներգրավեն դրա մեջ Ադրբեջանը, Թուրքիան, Ամերիկան, Եվրոպական միությունը։ Մեր մոդելը դա է։ Իդեպ կներեք, խոսքը գնում է մեր տարածքի մասին, մեր սուվերեն տարածքի մասին։ Մենք ասում ենք, մեր սուվերեն տարածքում մենք պատրաստ ենք ստեղծել բոլորի շահերը ապահովող տրանսպորտային մոդել։ Եկեք անենք դա։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։